Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, առաջարկում եմ մի փոքր զրուցենք հանճարների մասին, ովքեր փորձում են իրենց հանճար երևակայել։ Նախ եթերը ամբողջությամբ սկսելը թույլ տվեք եւս մեկ անգամ իմ բոլոր գործընկերներին եւ ձեր կողմից շատ սիրված նույնպես մարդկանց շնորհակալություն հայտնել երեկվա եթերի հետ կապված շարունակեմ էլ ես մասով Ռոմանին Բաղդասարյան, Էդվինին Մարտիրոսյան, Նատալիին շատ շնորհակալություն եմ հայտնում իմ խնդրանքին ընդառաջ գնալու համար եւ իրենք էլ իրենց որոշումը կայացնելու համար։ Բայց հիմա չեմ ցանկանա այդ ուղղությամբ շատ շարունակենք, որովհետեւ այդ թեմաները ավարտված են։ Իսկ այստեղ մեր այն երևույթները, ովքեր որ պղտոր ջրումցուկ բռնելով փորձում են 26 թվականի համար որոշակի մեկուսացումներ ապահովել, չեն հաջողվի դա ասել։ Ուրեմն աչքովս ընկավ այսպեսի մի նյութ, ես ճիշտ ասած տեղյակ չէի, քիչ առաջ աչքովս ընկավ մեր Անդրանիկ Նագասպարյան հրապարակել, խնդրում եմ միասին նայենք ու որպեսզի չլինեն թյուրիմացություններ, ես ձեզ ներկայացնեմ համառոտ ձևով ինչ ինչոց է։ Խնդրեմ։ Երեք բուն բարեկենդանի օրը ԱՄՆ հայ մասոնները Վրամ Մարտիրոսյանի գլխավորությամբ դարձյալ Սուրբ եւ անմահ պատարագի ժամանակ հավաքվել էին ԱՄՆ արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդիած առաջնորդանիստ եկեղեցու բակում։ Նրանց այս հավաքն ամենևին էլ խաղաղ բնույթ չէր կրում։ Սուրբ պատարագի ժամանակ ձեռքներին պաստառներ նրանք եկեղեցին պաշտպանելու պատճառաբանությամբ բանկարկում էին Կտրիչ Ներսիսյանի անունը եւ արտաբերում ադելություն տարածող եւ վիրավորական խոսքեր ուղղված արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ arczepiskopos Հովնան Տերտերյանի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հասցեին։ Բանահասավ նրան, որ Կտրիչ Ներսիսյանին ագրեսիվ եղանակով աջակցելու համար հավաքված հայ մասոնները ծծկրտուքի բռնվեցին եկեղեցու պահակային ծառայության պետի հետ։ Հարց է առաջանում. արդյոք Կտրիչ Ներսիսյանին աջակցող հավաքի մասնակիցները չէին գիտակցում, որ գտնվում են եկեղեցու տարածքում եւ որ պատարագը դեռ չի ավարտվել, թե այնուամենայնիվ պատարագը խանգարելու դիտավորություն կար։ Անդրկության եւ ծեծկրտուքի մասնակիցներին ի վերջո կարգի հրավիրեցին։ Աստորեն Կտրիչ Ներսիսյանի համար ի պաշտպանություն իրեն կազմակերպած անկարգության մասնակիցների կողմից սուրբ պատարագի խոչընդոտելն ու դրա ժամանակ ձեռնամարտի բռնվելը լիովին ընդունելի վարքագիծ է։ Գուցե հատուկ օրհնություն է ստացել պատարագ խանգարելու համար։ Ինչ կապ ունեն մասոնները հայ եկեղեցու հետ եւ ինչու են նրանք պաշտպանում Կտրիչ Ներսիսյանին։ Սա արդեն հռետորական հարց է, թե ինչ կապ ունեն, իսկ նրանք վաղուց կապ ունեն։ Հարցը կայանում է հենց դրանում, որ այնքան թուլացել մեր եկեղեցին, որ այո։ Ինչա տեղի ունեցել մի խոսքով, Միացյալ Նահանգներում մասոնական հայկական լոժեի մի շարք ներկայացուցիչներ, ոչ թե որպես քաղաքացի, այլ հենց կոնկրետ որպես մասոնական կազմակերպության ներկայացուցիչներ, որովհետև եղել են իրենց ատրիբուտներով, եկել են սատարելու Կտրիչ Ներսիսյանին, դա իրենց իրավունքն է, բայց իրենց իրավունքը չի խանգարել Սուրբ պատարագը, Սուրբ եւ անմահ պատարագը, եւ իրենց խնդիրը չի չարություններ անել այն մարդկանց կամ սպազանների ուղղությամբ, ովքեր որ սատարում են եկեղեցին մաքրելու եւ հատկապես ագենտուրայից մաքրելու օրակարգին։ Սա է։ Եվ իհարկե, քանի որ այս տեսակ մարդիկ ու առհասարակ Կտրիչ Ներսիսյանականները այնքան էլ հավատքի հետ կապ չունեն, նրանց խնդիրը չոր քաղաքական է, եւ Կտրիչ Ներսիսյանը իրենց անհրաժեշտ է այնքանով, որքանով որ քաղաքական հայտարարություններ անում հոգուտ իրենց, ապա որտեղ հայ արտաքելական Սուրբ եկեղեցու բակում դուք ես խուլիգանաբար պայելու ոչ մի իրավունք չունեք ու դրա գնահատականը պիտի ստանաք հայերի կողմից։ Հեսա կանդրադառնամ նաև նրան, թե երբվանից եւ ոնց եւ ինչա։ Ուրեմն նախ ես ուզում եմ մեր քաղաքացիներին, քանի որ հայկական իրականության մեջ, հայաստանյան իրականության մեջ այնքան էլ լավ չի լուսաբանվում մասոնականությունը, ասեմ, որ այն շատ տարածված է Հայաստանում, պարզապես մեզ մոտ փորձում են դա ավելի sense բան ներկայացնել, էլ ինչ որ գիտեք ոնց խորհրդավոր բան էլի sense բաների մեջ ներկայացնել։ Որոշակի խորհրդավորություն ունի այնքանով, որքանով որ ցանկացած այնպիսի կազմակերպություն, որտեղ որ աստիճանական բարձրացումներ կան եւ բնականաբար ինչքան վերել այնքան շատ ավելի բանի է ստիրապետում։ Ինքը ես ասեմ, որ ես զարմանում եմ, որ Civic-ը նոր է նկատում դա, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական կայքն է, ես հույս ունեի, որ վաղուց նկատված կլինեն, որովհետեւ թույլ տվեք առայժմ շատ չմանրամասնել, բայց ինձ մոտ տպավորություն է, որ շատ հնարավոր է ԿՊ-ի ներսում էլ կան մասոններ եւ կամ ինչ որ կերպ ազդեցության որոշակի բաներ, չեմ ասում թե այնտեղ մասոններ, բայց նրանք ամենուր են, այդ կազմակերպության, մասոնական կազմակերպության ներկայացուցիչները կարող են լինել ամենուր։ Մեր շոու բիզնեսում լուրջ թվով մասոններ կան,
մեր հանրային հեռուստատեսությունը, եթե դուք չեք նկատել, ապա ես կարող եմ միացնել հաղորդումները, հատկապես ժամանցային հաղորդումները, մասոնիզմը ուղղակի կաթում է վրայից։ Ես զարմանում եմ, թե ոնց ուշադրություն չեք դարձել, չնայած մեկը ես կարծեմ դրա մասին համառոտ դարձյալ անդրադարձել եմ դրան։ Մեր քաղաք, եթե դուրս գաք զբոսնելու, դուք ամեն քայլափող կտեսնեք դա, որովհետև ոչ միայն Թամանյանական ճարտարապետությունով Իմիջիալոս Թամանյանը նույնպես մասոն է եղել, այլ ժամանակակից ճարտարապետական լուծումներով, ատրիբուտիկաներով եւ այլն լոգոներով, ասենք, չգիտեմ, ինչից եք զարմանում։ Այստեղ խնդիրը այնտեղ չի որ վայ մասոնները եկել պաշտպանում են, այո մասոնները կարող են լինել հավատացյալ եւ շատերը հենց հավատաց բան են քրիստոնյա են, բայց այստեղ այս մարդիկ ոչ թե եկել էին բանով այս սադրիչ գործողություններ դա հենց որպեսզի մենք սկսենք մասոններին ընդհանուր բացասական վերաբերվելու այդ հասարակական կազմակերպությունը անկապ տեղը լարենք մեր դեմ ամեն դեպքում կազմակերպություն են ընդ որում միջազգային լուրջ մասշտաբների այստեղ ուզում հասկանամ Civic AM-ի այս հրապարակումը ինչի մասին էր որ մասոններն են եկել թե որ նրանք եկել են իրենց ատրիբուտիկայով այսինքն որպես կազմակերպության կողմից այդպես մի հատ բան անեն Կատրիշ Ներսիսյանին եւ մեր եկեղեցու սպասավորների մասով հիմա ես ձեզ փոքրիկ հուշում անեմ ուշադիր եղեք ու կտեսնեք դուք ինքներդ կտեսնեք դա Ուրեմն պատարակների եթե գնում եք չնայած ես ցավում եմ որ շատերն էլ Եմիկվա դերայրերից այս ամեն ինչը չիմանալով են անում ուղղակի տեսել են որ այդպես անտուված անել իրենք էլ են անում բայց դա այդպես չի էլի մի արեք առիթից օգտվելով ասեմ համել հարցին պատասխանելով թե երկվանից եթե գնացել եք սուրբ պատարակների կտեսնեք որ ինչ որ իրավիճակում եւ ոչ միայն պատարակներին այլ տարբեր ցիսական արարողությունների ժամանակ բանը պատարակը մատուցողը այս ժեստով խաչակնքում է ուրեմն Դե կարող է իրան սենց է հարմար, սենց է խաչակնքում, բայց գոնե, երբ որ ձերքը պահում է վերև, սա հենց տեսել է Քրիստոսի, ասենք, պատկերող, բաները, սրբապատկերների վրա, այսպես է չէ նկարված Քրիստոսը։ Սա ունի իր սիմվոլիկան, բայց մեր սրբազանները այս սիմվոլիկան օգտագործում են սենց։ Եթե սա սրա հետ կապ չունի, սա մասոնական նշան է, աչք Սա մասոնական նշան է։ Դուք կարող եք տեսնել շատ ճանաչված աստղերի, այսպիսի նկարներով, ինչ-որ սենց նկարներով, մի քիչ ուրիշ ձև, ծիծաղալով, լուրջ։ Իմացեք, որ դա հենց ուր այդ մարդը ներկայանում է, որ ինքը մասոն է։ Այդ ժեստը, սա աչքի նշանն է։ Աչքի նշանը կարող եք տեսնել ամեն օր։ Հենց հիմա կարող ենք բացել, նայել գովազդներ, մի շատ մեծ կազմակերպության գովազդ որը նոր քարտեր է ինչ որ դուրս բերել, որը աչքերով են, աչքի նշաններով են։ Ուշադրություն դարձնեք, կտեսնեք, գուցե անգամ կռահում եք։ Ուղղակի ես քանի որ չեմ ուզում ինչ որ գովազդ դիտի բան, անունները չտամ, հա, կազմակերպությունների այդպես շատ բան է։ Կամ հանրային հեռուստատեսություն մի ուրիշ օրինակ բերեմ, նույն դիմակահանդեսը ինքը ավելի շատ այդ սիմվոլիկան տարածելու համար է լինում, նաև թաքնված բան կա այդտեղ, իհարկե ժյուրին կամ մասնակիցները կարող են դրա մասին չիմանալ, բայց ես մի անգամը Չեմ հիշում դիմակահանդեսներ, թե երկու աստղներ, շատ ավելի չչացող բան տեսա, որը չեմ կարող էլ հիմա ասել, օրինակ ժյուրի անդամներից Իվետա Մուկուչյանն էր, չէ, բանով, պարիկով, որ սարսնց աչքեր էր։ Այդպիսի մի բաներ կար, այնպես որ մեր եկեղեցին այո վաղուց է մասողնականացված որոշակի օրեն, ու ես չգիտեմ այդ ուղղությամբ մտնենք չմտնենք, որովհետև ես ինքս դրա մեջ այդքան էլ տենց շատ վատ բան չեմ տեսնում, վատա որ դա փորձում են որպես սադրակ օգտագործել, որովհետև մասոնականությունը կամավոր ցանկություն է, եթե մարդը ուզում է լինի մասոն, գնում է, գրվում է, գրանցվում է, անգամ կարող է ինտերնետով գրանցվի, եթե չեմ սխալվում, դառնա մասոն։ Ու իրանք այդքան իրենց մասոն լինելը գաղտնի երբեք չեն պահում, ասեմ որ մասոն, եթե դու հարցնում ես մասոն եք, նա չի կարող, իրավունք չունի ասի ոչ, եթե հարցնում ես, պիտի ասի այո, եթե մասոնը հանդիսանում։ Անգամ կրում են այդ ատրիբուտիկայով մատանիների եւ այլն, նորմալ է դա։ Գուցե ես լավ, հիմա գանք այս նյութին, էլի, իսկ ինչի են ամեն դեպքում այդպես վարվում, գուցե հենց նրա համար, որ որոշակի հաշվի առնելով, որ մեր հասարակությունը այդքան է տեղյակ չի մասոնականությունն չէ, ես ինքս մի անգամից ասեմ, որ մասոն չեմ, ժողովուրդ ջան, չնայած 2009 թվականին ասեմ, որ ինձ առաջարկել են, ես մերժել եմ,
չեմ ցանկացել, չգիտեմ, լավ եմ արել թե վատ եմ արել, չգիտեմ, չեմ ցանկացել։ Բայց ով որ առաջարկել է ձեր բոլորի կողմից շատ սիրված ու ճանաչված երկիչ է ու էլի մարդիկ կային քաղաքական գործիչներից այն ժամանակվա, որ առաջարկում էին դե այնտեղ ինչ որ բան է, պիտի խավոր լինի մեկը բան, այս կողմ են կողմ, որ այդ արարողությունը կայանա, առաջարկում են, որ իրենք պատրաստ են դա վերցնել իրենց վրա, ես շատ արագ ինչ որ այդտեղ նո իրենք առասարակ չգիտեմ, իրենց գործունեությունը շատ հարմար էր, որ ես էլ լինեի, այդտեղ բայց ես մերժել եմ։ Դեռ 2009 թվականին Միացյալ Նահանգներում միջելուց։ Չնայած առաջարկեցին, որ մտնենք մասոնների դպրոց մի հատ շրջանքի դուրս գանք, բաց էր կարելի էր մտնել, դա չուզեցա, որովհետեւ ժամանակի խնդիր կար, արդեն տեղ էինք գնում, ասի լավ, թող մնամ յուրիշ անգամ մենալ, այ դա ափսոսում եմ, երևի կա արժեր մտնել շրջան, զուտ տեսնելու համար, բայց այնպես ստացվեց, որ հետո դրա առիթը չեղավ նորից գնալ։ Այո, դաշնակներն էլ ունեն այդ իրենց մեջ շատերին այդ ուղղությամբ, ասենք, եթե չեմ սխալվում, անգամ Բեգլարյան կագունել եմ մասում, ցած ասեմ։ Նորմալ է, դա ամեն ես դրան վերաբերում եմ որպես մարդու հոբի, չգիտեմ։ Իհարկե մարդիկ կան փոխվում են դրա մեջ իմաստություն գտնել, մարդիկ կան ինչ որ խորհրդավորություն են ուզում գտնել, մարդիկ կան ինչ որ զագվռներ են սիրում խորանալ, բայց ես այդպես լուրջ չեմ վերաբերվում։ Իհարկե հետաքրքիր լինելու առումով։ Դա է, ասենք առանձին այդ եղբայրություն այնք համարվում։ Ու իրանք իրար մեջ իրենց կազմակերպության ներկայացուցիչներին փորձում են զարգացնել ու ներդնել տարբեր երկրների կառավարման տեղերում, ուժեղացնելով իրանք իրենց գնում են, էլի։ Էտա, հիմա չգիտեմ, լավ է թե վատ է, էտա։ Մենք ունեցել ենք շատ մեծանում ստեղծագործողներ, հատկապես արվեստի ոլորտից, որ եղել են մասոններ։ Բայց սրանք եկել են հաշվի առնելով, որ հայկական իրականության մեջ մի քիչ մասոն ասված է, այլ կերպ անկարվում, փորձում են ինչ որ տենց իրենց այդ շայկին, այդ բանը կաստային լրջություն հաղորդեին, ձյանում իրանք մի բան են իրանցից ներկայացում, տեսեք, մենք մասոններս բան, այդպես բան, այս պաստառներով եկել են հարամանելու պատարակը։ Սա խնդալու է, այսքանով ինձ համար, այս նյութը խնդալու է, իսկապես խնդալու է։ Բայց ես այս ուղղությամբ կարող եմ, եթե չգիտեմ, ինչ որ հետաքրքրվողներ կան ասեմ, որ օրինակ արհեստավորները, հատկապես վերջին 10-15 տարին, վերջին շրջանում են շատ ակտիվ, արհեստավորները ստանում են շատ պատվերներ, կլինեն դրանք կահույքագործներ, կլինեն արծաթագործներ, ոսկերիչներ, մի խոսքով են արհեստավորները, ովքեր կարողանում են ինչ-որ բանից ինչ-որ բան սարքել, զարդ սարքել, նրանց մոտ պատվերները շատ մեծացել են հենց աչքի տեսքով, բայց գիտեք ամեն մեկը մի ձև, կարող է աչքը մի քիչ այնքան էլ աչք չլինի, մի քիչ արվեստի մոտեցմամբ, էլի։ Ու այդ պատվերները մեծացել են, ընդ որում բավականին ավելի թանկ արժեն, քան մնացած մյուս զարդերը։ Այսպեսի բան կա, էլի ամեն դեպքում։ Ուղիղ մասոնական նշան է։ Այս ուրիշ հարց է, որ ժամանակին արգելված էր սրա մասին խոսել։ Ես այս պատմությունը չգիտեմ, պատմել եմ, թե չէ, ամեն դեպքում մի հատ էլ պատմեմ։ Ինձ թվում է, որ Տաշիր Սամոնել է մասոն։ Ասեմ ինչու։ Եթե սխալ է թվում ժողովուրդ ջան, կարող է սխալ գիտեմ, ինձ ասեք։ Ասեմ ինչու։ Դարմամոլը երբ որ կառուցվում էր, Դարմամոլի կողքը մի հատ շենք կա, չէ՞, այնպես նավի նման մեծ անճոռնի շենք է։ Ես այդ շենքում մեկի տանը հյուր էի, դեռ շենքը ամբողջովին շահագործման այսքան հանձնացել, բայց բնակարաններում դեռ ամբողջությամբ մարդիկ չէին ապրում, դեռ այնտեղ գաճը կար, բան մարդիկ կային արդեն սկսել էին իրենց ռեմոնտը, մարդիկ կային սկսել էին ապրել, այս շրջանում հյուր էի ու երբ որ բալկոնում կանգնած ծխում էի, ասում եմ Դարմամոլի այդ կողքի հատվածը, հա, հենց շենքին նայող հատվածում, ես դա հսկայական տարածություն է։ Այդ ամբողջ պատով կախված էր գուրման մարքեթի պլակատը, այսինքն ըստ երևույթին գովազդում էր, որ շուտով այդտեղ գուրմանը բացվելու ու կախված էր մասոնական նշանը, իհարկե այստեղ մի փոքր այլ ձևով գտարներ, անգլերեն գտարը, ծերը տերևով արդեն դե գնա, ու աստվածնա, հենց իրաց նշանների մեջ գն հենց այդ տեսքով անգլերենով շատ է գրվում։ Դա ուշադրությունս գրավեց, եթե գուրմանը Տաշիր Սամոյելն է, ուրեմն հա, իրանք մասոն են, եթե չէ, ես ներողություն։ Չնայած վատ բանի համար չեմ ասում, դա ասա Տաշիր Սամոյելը հազար ուրիշ բաների մեջ կարելի է ուրիշ ձևով կարելի է խոսել ու դուք գիտեք։ Մի խոսքով, դրանից մի քանի օր հետո ես հեռուստատեսությամբ հյուր էի լինելու, ինչ որ մի բանավեճի, երևի 2010 թվականներն էր մոտավորապես եմ ասում, 9-ից 11 թվականներ, չէ 11 չէ, 9-10 թվականներն էր։ Ես հյուր էի հանրային հեռուստատեսությամբ, ինչ որ ապուշ թեմա էր, դրա շուրջ պետք է բանավիճ էինք, ճանաչված մարդկանցով եւ այլն, ու խոսքի մեջ երբ որ խոսքով գնաց, հասանք այդտեղ ասեցի չհասկացանք, քիներ եկեղեցին ինչով է զբաղված, հենա բանը քաղաքով կայլում է սա մասոնների ռեկլամա, գուրմանն էլ ձեզ օրինակ այդ չափսերի մեջ էլի մի 50-60-ի վրա պլակատ է մի հատ կախած էլի, ինչ անի այդ ոչ ոք չի տեսնում, չէ՞ հասկանում, շատ մեծ է էլի։ Մի խոսքով, հետո երբ որ վերջացավ հաղորդումը, դե ձայնագրում էին, որ երեկոյան եթեր տանք,
դուրս էին գալիս, ռեժիսորը մոտեցավ բան, ժպտալով, ես մի անգամից հասկանալով ասեցի աշկիս էլ հատվածը կտրելու եք, չէ՞, բան արեց, սստայց ասես դե գիտես գնել չէ։ Ու իսկապես այդ հատվածը կտրել հանել էին։ Ես հասկացա, որ դες բաներից չի կարելի խոսալ։ Ну, կարողա, չգիտեմ, հենց դրանից չէր կարելի խոսալ, թե Գարեգին B-ի անգործությունից չէր կարելի խոսալ, ես դες չէ, բայց հասկացա, որ այդ թեման համենայն դեպս մոնտաժվել էր։ Սա։ Այնպես որ այդ լնգուլավազներին ասեմ հետևյալը, տարիքով լնգուլավազներին, դուք այդ մասոնական նշանով որ կան, դրանով լրջություն չեք հաղորդում ձեր պրոցեսին։ Դուք ձեր մասոնական կազմակերպությունը գնացեք ձեր հոբին ինչպես ուզում եք իրականացրեք։ Օրինակ, ես հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպությունից եմ ու հոպական եմ։ Հիմա ես հոբից դրոշը չեմ վերցնելու, կամ կանգնեմ թոթեկուս ձեր մասոնների ինչ-որ գրասենյակի մոտ կամ որևիցե մեկի մոտ, որ ճիշտ լուրջ երևամ ավելի էլի։ Ով գիտի, նա գիտի, ով չի ուզում իմանալ, իր գործն է։ Ինչ է, ինչ կապիկություն եք վրանում։ Դուք հարցակվել եք հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Հարցակում եք գործել եկեղեցու վրա ու պայել եք ձեզ վերջին խուժանի նման։ Իմի թե դուք տակից արդեն մասոն եք, թե մասոն չեք, թե կուսակցական եք, թե կուսակցական չեք, դա ձեր խնդիրներն է ու ձեր կյանքը։ Դա մեր գնահատականն է ձեզ հատիկ, այո, դուք հարցակվել եք հայ եկեղեցու վրա ու պայել եք ձեզ խուժանի նման։ Ես կարող եմ մի հատ էլ դնեմ, նայեք, որպեսզի հասկանալի լինի մեզ նոր միացած դերի։ Խնդրեմ, ասա է։ Երեք բուն բարեկենդանի օր ԱՄՆ հայ մասոնները Վրամ Մարտիրոսյանի գլխավորությամբ դարձյալ Սուրբ եւ Անմահ պատարագի ժամանակ հավաքվել էին ԱՄՆ արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդիած առաջնորդանիստ եկեղեցու բակում։ Նրանց այս հավաքն ամենևին էլ խաղաղ բնույթ չէր կրում։ Սուրբ պատարագի ժամանակ ձեռքներին պաստառներ նրանք եկեղեցին պաշտպանելու պատճառաբանությամբ բանկարկում էին Կտրիչ Ներսիսյանի անունը եւ արտաբերում ադելություն տարածող եւ վիրավորական խոսքեր ուղղված արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ arczepiskopos Հովնան Տերտերյանի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հասցեին։ Բանահասարներն որ Կտրիչ Ներսիսյանին ագրեսիվ եղանակով աջակցելու համար հավաքված հայ մասոնները ծծկրտուքի բռնվեցին եկեղեցու պահակային ծառայության պետի հետ։ Հարց է առաջանում. արդյոք Կտրիչ Ներսիսյանին եկեղեցու տարածքում եւ որ պատարակը դեռ չի ավարտվել, թե այնուամենայնիվ պատարակը խանգարելու դիտավորություն կար։ Անկարգության եւ ծեծկրտուքի մասնակիցներին ի վերջո կարգի հրավիրեցին։ Փաստորեն Կտրիչ Ներսիսյանի համար ի պաշտպանություն իրեն կազմակերպած անկարգության մասնակիցների կողմից Սուրբ պատարագի խոչընդոտելն ու դրա ժամանակ ձեռնամարտի բռնվելը լիովին ընդունելի վարքագիծ է։ Գուցե հատուկ օրհնություն է ստացել պատարակ խանգարելու համար։ Ինչ կապ ունեն մասոնները հայ եկեղեցու հետ եւ ինչու են նրանք պաշտպանում Կտրիչ Ներսիսյանին։ Իմես խուժաններին սենց ասեմ, դուք սրանով եք որտենց ոգևորվել եք, ձեզ դրել եք լուրջ տղեկ գիտեք, գնացել հարցակվել եք հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, պատարակի ընթացքում ու հարամել եք էլի, ձեզ սենց ասեմ, դրանով դուք գիտեք ինչ եք ասում, օրինակ, եթե գնահատենք ձեր արարքը, ստացվում է, որ դուք նորմալ եք վերաբերվում, որ որևիցե մեկի վրա հարցակում է լինում, թեկուզ հենց պատարակի ժամանակ, մենք մեզնից որևիցե մեկը դեռևս իրան ասես չի պահել Կտրիչ Ներսիսյանի հանդեպ, բայց եթե Կտրիչ Ներսիսյանը ձեզ օրհնել ու ճամփել է այստեղ, ապա շատ հանգիստ կարա արժանանալ նմանատիպ մի բանի ու վստահ եք այդ ժամանակ որևիցե մեկը չի հասցնի բաժանել։ Հասկացաք թե չէ։ Կտրիչ Ներսիսյանին Գարեգին Բեսին նույն ինքը խորհուրդ կտա, որպեսզի իր խուժանին, իր լկտիներին տարբեր համայնքներում սանձերը քաշած պայի, թե չէ այստեղ իսկապես էռնեկ կտա մի ժամ առաջ հայտնվել մեկուսարանում։ Սա այսպես։ Հիմա Գարեգին Բես չէր լինի, եթե այսպեսի մի հրապարակում չաներ, ես պատրաստ եմ ասում, շուտ խնդալու էր, ես մի հատ բաներ գրել, մարմինս փշակավեց, եթե անկեղծ ունենք, ասում մի րոպե գտնեմ, ժողովուրդ ջան։ Լավ, վերջը միտքը ասում, ես պատրաստ եմ հանուն եկեղեցու նահատակվել ինչ-որ մեկուսարանում, սենց բաներ է ասում։ Ընդեղից էլ կողքից նայում ես մեկնաբանողները, վայ, վեհապար, դուք հայրապետ եւ ծայրապետ, ես ինչ ասես, գրել, մի ամեն, մի ախոտ, մի ես ինչեր են գրել։ Հարց տամ էլի։ Մեկուսարանում քեզ նահատակվում ապեր։ Քեզ, ասեմ, եթե հանցագործություն ես արել, դու հայտնվելու ես մեկուսարանում։ Բայց քեզ որոշել մեկուսարանում նահատակվել։ Չէ, նահատակվել էլ մի անունը դնում է, չի ասում սատկ եմ, մեռնեմ, ասում է նահատակվել։ Բայց լավ, ըստ քեզ նահատակվել, բայց մեկուսարանը քեզ նմանի համար հեչ նահատակվելու տեղ չի։ Իմիջայլոց իմես ինչ կներեք գնել, եթե անգամ մի հրաշքով կպան հաղթի ընտրություններում, մեկը չի կարենալու եկեղեցու ու կաթողիկոսի դեմ։ Okay, Արման ջան։ Կպնչի
Ոչ եկեղեցու դեմ, ոչ էլ մենք կաթողիկոս չունենք։ Սա ես քեզ ուշեմ։ Եթե դու ունես կաթողիկոս, ով KGB-ի գործակալ է, դու ինքո կաթողիկոսը գնա աչոպաչի լրի չգիտեմ։ Ես չունեմ կաթողիկոս։ Այնտեղ մի հատ բիձե անստաց, ով զավթել է կաթողիկոսի գահը։ Դա եթե տեղյակ չես ասեմ, էլի։ Հա։ Եվ նրա դեմ ԿՊՆ չի պայքարում, նրա դեմ ժողովուրդը հավատացյալ հոտնա պայքարում, որովհետեւ իր եկեղեցին, Սուրբ եկեղեցին մաքրի։ Դու ինչ որ դեմ ես դրան։ Արման ջան, դեմ ես։ Իմիջիայլոց այսօրվա լուրերը նայել ես 3 փորձագետական կազմակերպություններ կառույցներ տվել են միևնույն պատասխանը Արշակ Կոչեցյալի մասին, ով քերակնգան էր սիրում դոմտեն, դա իր գործն է, իր քերակնոջ, ես միջանձնային հարաբերությունները չեմ քննարկում, պարզապես այդ մարդուն նույնպես սրբազան եք համարում, իմիջիայլոց քո կաթողիկոսը, քո ինչը, քո կաթողիկոսը նույնպես ասում է, որ նա սրբազան է եւ Աստծո բաներն առաջ մի խոսքով, այսինքն ձեր աստվածները, ես չգիտեմ ովքեր են, Նազար ներողություն, արգանքներս, ես արգում եմ բոլոր կանոնները եւ մարդկանց խղճի ու հավատքի հանդեպ ունեցած ազատությունը, բայց պաստորեն ձեր մոտ նորմալ է եւ Աստված ասում է, որ կարելի է քերակնոջը դոմտել եւ լինել սրբազան։ Հասկանում ես, եթե դա այդպես է, then դուք են ձեր ներեցեք, որ մտա ձեր բանի մեջ, աղանդի մեջ, հա, այսպես ասեմ։ Իսկ սա ասում է, ես պիտի գնամ ու նահատակվեմ։ Ինչ ես նահատակվում ապեր։ Խի։ Ասենք, այնքան է, որ հա, կարդացել եմ, որ 3 տարբեր փորձառություն հերքել են այդ հերքել են։ Հերքել են պաստոր։ Առաջան մի արա ծավոտ տանեմ, խնդրում եմ գնա, եղբայր ուշադիր մի հատ էլ նայի, լավ, խնդրում եմ քեզ։ Մի հատ էլ ուշադիր նայի։ Որտեվ ոչ թե հերքել են դա, այլ ճիշտ հակառակ հաստատել են դա, բայց դա չի հանդիսանում այն գործով ապացույց, որով բռնել տարել են, որովհետև այն գործը ուրիշ բանի մասին է եւ ի սկզբանե ասել են, որ այդ դոմպելու համար քերակնոջը ոչ մեկ իրան չի ձերբակալել կամ ոչ ոք չի դատում։ Պարզապես դա իր բարոյականության չափանիշն է, որը քննարկվում է համացանցում։ Եվ այդ տեսանյութի իսկությունը 3 կազմակերպությունները ասել են, որ հա, ջան, իրական է։ Ասեմ ավելին նույն ձեր բանը կաթողիկոսը Արման ջան, ժողով էր արել ու այդ ժողովի ժամանակ ասում են, որ պիտի պայեք Արշակին, ախպեր ջան, չկա փուրը տալու իրան։ Երևի շատ մանրամասն տեղյակ չես, չգիտեմ դու ինչ ես նայում, որտեղով ես նայում, անուն դեպքում ես նաև հասկանում եմ, որ մենք մեր Հայաստանում գոյություն ունի զուգահեռ իրականություն, ու այնտեղ իթիվս քեզ բազմաթիվ այլ մարդիկ նույնպես կան ցավոտանում։ Կարաս չսերտնես, չներվես, ախպեր ջան, նորմալ է, ոչինչ ում հետ չի պատահում։ Մի խոսքով, հիմա բայց եթե YouTube-ում ինչ պատահում է, նայում եմ, այդ վատ է։ Կներեք ժողովուրդ ջան, մեր Արմանը ոնց որ մի փոքր ճիշտ չի օգտագործում տեխնիկան, ես փորձում եմ նրան հիմա օգտակար լինել, մեր քաղաքացին է։ Տես Արման ջան, YouTube-ում կարա օրինակ մի հատ շատ ուժեղ տեսանյութ պատրաստված լինի, մեկնաբանությունը այնպես, որ վնասում է Հայաստանին, բայց այդ ամեն ինչը լինի հայերեն լեզվով, եռագույն դրոշ լինի այնտեղ ազգային երգեր նույնպես լինեն, բայց այդ YouTube ալիքի հետևում նստած լինի մի հատ փուչուրիկ sense ադրբեջանցի, sense աչքարի իր համար կայֆավատանում ու տեսնում որ հայերն են դիտում են ու տենց ազդեցության տակ են ավելի ալեցնում։ Չի կարելի YouTube-ում ինչ տեսնել նայել, ցավը տանում, դա լավ բան չի, դու պիտի փորձես քեզ համար կոնտենտ առանձնացնել, որպեսզի հետագայում չենթարկվես մեդիա տերորի, դու հենց հիմա ենթարկվում ես մեդիա տերորի, հասկանում ես, ես մեդիա գրագիտության որոշակի այդ թեմային վերաբերող եթերներ նույնպես արել եմ, լավ կլինի օրինակ դրանք նայեք, որպեսզի հասկանաք, թե YouTube-ը կամ TikTok-ը կամ Facebook-ը ինչպես կարելի է օգտագործել, ինչպես կառավարել, որպեսզի իրականությունից չկտրվել, որովհետև ինչքան որ կարա լավ բան տա YouTube-ը, այդքան էլ վատ բան կարա տա, հասկանում ես։ Գագիկ ջան, Գերելագեներ ջան, ինչպես հանդիպենք։ Չգիտեմ ինչի համար ես ուզում հանդիպենք, բայց ասեմ քեզ, ես մի քանի օրը բավականին խառն եմ, խնդիրներ ունեմ, բավականին բարդ, նախ իմ գրասենյակում մի քիչ դժվարանամ հյուրընկալել, գոնե առաջիկա մի քանի օրը, որովհետև եղանակներից եկել սա գրասենյակից պատալուկը թափվել է ու այնտեղ մացած գժանոց է, պետք է այդ նորոգել, ինչը ֆինանսական թեկուզ փոքր, բայց միջոցներ պահանջում է, ինչը ես հիմա ի վիճակի չեմ, այն որ ասում են Նիկոլը միլիոններս էլ չի տվել, էլի որ դա տենց արագ երևի մոտքի կանգնե, եւ մյուսը շատերը չեն էլի պատկերացնում դա, շատ բանը, մյուսն էլ մեքենայից մատորնա խփել, մի եթերով ասել եմ դա, այնպես որ այս ընթացքում ես մի քանի օրը դեռ խնդիրներ կա, կարգավորվի անկեղծ ասած բազմաթիվ զանգեր են լինում, չեմ կարողանում օգտակար լինել, չեմ կարողանում իմ գործով ոնց որ չեմ կարողանում զբաղվել, ձեռքը ոտած կապված են, այնպես որ շատ հնարավոր է
մի 10-15 օր դեռևս ոչինչ չկարողանամ անեմ, հենա Ռուզաննա Հակոբյան գերելագեներ ջանի հաղորդակցությունը մի հանդեցեք։ Ռուզաննա ջան, չգիտեմ խոսքին չարտադրության մասը, բայց եթե ես կարդամ ու միևնույնն է չեմ կարող ոչինչ անեմ, դա ինձ ավելի վատ է, էլի, հասկանում եք, կներվեմ։ Դրա համար մի քիչ բան լինեմ նոր։ Գազս անջատել են երեխաներիս վրա։ Գագիկ ջան, արի այդ վաղը ժամը 2-ից հետո զանգի, տեսնեմ ինչ խնդիր է, բայց չգիտեմ ինչով կկարողանամ օգտակար լինել։ Ոչ մի ալիք գրել են 5-րդ ալիքը երբ են փակելու։ Կարեն ջան, ասես համառոտ ոչինչ չէ, Ժողովուրդ ջան, մի քանի հարցի արագ արձագանք եմ։ Կարեն ջան, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռուստալիք չի փակվելու։ Հիմա ես մոտավորապես ասեմ նաև թե ինչու։ Չէ, կարող են փակվել, բայց ոչ քաղաքական նպատակով, ասենք հեռուստատեսությունը կարող է արդյունավետությունը պլենդուզից ցածր լինի, վաճառի կամ փակի, սա ուրիշ բան է, բայց իշխանությունները զաստավիտով ոչ մի հեռուստատեսություն չեն փակելու, ինչա թե բանը, հակառակ կամ ընդդիմադիր էլ չէ, էլի, դա չգիտեմ ապուշ բաներ են խոսում, չի փակելու, որովհետև դա նախ շատ վատ է դիտվում ժողովրդավար երկրներում ու լուրջ խնդիրներ է հարուցում, ասեմ ավելի նրանք նստած երազում են, որ կառավարությունը 5-րդ ալիքը կամ մյուսը ինչ որ մի հատ ալիք փակի այդպես, հա, նյուզային ալիք, երազում են դրա մասին, որպեսզի ոռնոսրեկցեն միանգամից միջազգային հանրության առաջ, որտեղ որ մենք շատ լուրջ ձեռքբերումներ ունենք ու չեմ կարծում թե մենակ նրա համար, որ մենք չենք կարող պուլտով այդ ալիքը գցել աշխարհի վերջը ու որ էլ դեմներս չելնի, թողնենք որ մեր պետությանը հայտնվի ցաներ վիճակում այդ իմաստով։ Բայց շողակատը ինչի փակեցին։ Արման ջան, եթե այդ արշավը դեմը ոչ թե բուն եկեղեցու։ Արման ջան, ես սպասում եմ որ այդ հարցը կտաս, դրա համար էլ նախորդ խոսքը ձևակերպեցի այդպես, որ նյուզային որևիցե ալիք եւ ալիք, որ ու շեշտեցի, որ կարող է հեռուստատեսություն լինի, որի դիտողականությունը պլենդուզից ցածր է, ունի պարտքեր, ասենք օրինակ նույն հանրային մուլտիպլեքսում վիշկին, մյուսին եւ այլն։ Բացի այդ տարածքը պատկանում է մեկ այլ մարդու, ով հնարավոր է իրաց ներսի թեմաներն է, բայց շողակաթը ոչ մի կերպ չի հանդիսացել նյուզային հեռուստաալիք, այսինքն ինչ որ կերպ քաղաքական բանի վրա չի ազդել, շողակաթի դիտողականությունը երբևէ գոնե մի տոկոսի չի հասել, մի տոկոս, այսինքն դες գոյություն ունի ռեյտինգային ցանկ, կարող է քեզ տենց են փորձել խաբել համոզել, բայց գոյություն ունի ռեյտինգային ցանկ, դու կարող բանը հեռուստատեսությունները պատվիրում են ամսական իրենց ռեյտինգը, թե որ հաղորդում է ինչքան դիտում է ունեցել, ժամով, վայրկյանով, րոպեով, ամեն ինչ անգամ կարող իմանալ, որ խոսքով ինչքան դիտում է ավելացել կամ պակասել, երբ մարդը ալիքը փոխել եւ այլն եւ այլն։ Ու բնակչության քանի տոկոսն է դիտել։ Այս բանով շողակաթը երբեք 1% անգամ չի ունեցել։ Եթե Աթարսնստենք դուզը խոսան կարող է 0.5% էլ, այսինքն կես տոկոս էլ ունեցած չլինի։ Դա այդպես է։ Գագիկ ջան, Facebook-ում իմ հեռախոսահամարս պատից դրացած հավատա։ Ուրեմն ասեմ ավելին, Արման ջան, եթե դու տեղյակ չես, ու եթե դու կարծում ես, որ շողակաթը դրա համար փակեցին, դեռ քեզ ասեմ 5-րդ ալիքը Քոչարյան Ռոբերտինն է, Armenia TV-ն Փեսունն է մեր Սերժի սիրելի, որ հեռուստալիքներն են հետաքրքրում, Երկիր մեդիան դաշնակներին, չգիտեմ, Շանթ հեռուստաընկերությունում ընդեղ մի քիչ տարբեր են մասնաբաժինները, առաջ անգամ ընդհանուր մինչև դատախազնել այդտեղ մասուներ, բայց էլի ընդհանուր առմամբ բան է։ Հետո Շանթը երկու մասից է բաղկացած, կա նյուզային մաս, կա շամանցային մի քիչ ուրիշ դեպադիտում եւ այլն։ Հեսա կասեմ կգրես։ Արի sense գրեմ։ Ներողություն ժողովուրդ ջան։ Ազգ ներողություն։ Այսինքն եթե այսօրվա իշխանությունը ալիք փակելու լիներ Արման ջան, հավատա այս ալիքները շատ ավելի շուտ կարելի է փակել, որովհետև օրինակ 5-րդ ալիքը մեր հանրային մուլտիպլեքսում 3-րդ տեղն է, 3-րդ տեղում է Արմենիայից ու Հոմեկից հետո դիտողականությամբ, չէ՞, ասենք ավելի շատ է վնասում էլի, այն այդ կփակել, էլի շողակաթը հետ փակում է, մի խոսքով։ Լավ, Մերսի Կարեն ջան։ 4-րդ տեղում Free News հեռուստատեսությունն է, ինչը շատ հաճելի էր իմանալը, որովհետև ահագին առաջին դիմել ենք, սկզբում երբ որ սկսեցինք, դեռ 8-րդ, 9-րդ տեղերում ենք, հիմա արդեն 4-րդ։ Իհարկե դա հնարավոր է օգնում մեզ առաջիկայում ավելի զարգացնենք հեռուստատեսությունը եւ այլն, այսպես շարունակ։ Ես 53 տարեկան հայր մայր ու տատիկ եմ, ուզում եմ կամավոր անվճար պայքարել դրա դեմ։ Ինչի, Ռուզաննա ջան, կնայեմ, եթե մեսենջերով ես ուղարկել կնայեմ, էլի, բայց խնդրում եմ, մի 10-15 օր էլ համբերեք, ես մի քիչ ֆինանսական հարցեր կա, լուծեմ, մեքենաս սարքեմ, ով գրասենյակը սարքեմ, սա մի անգամից է եկել գլխիս մոտ, կկարողանամ նորից մտնել ֆորմի մեջ, էլի, այսպես ասած։ Գնալ ջան, Ռուզաննան տրանսպորտի գումարները չվճարելու ակցիզային մասին է
ասում մեր չաթում գրել եմ։ Okay, Անջան, okay, հասկացա Անջան, դե մենք կխոսանք իրար հետ, վաղը կխոսանք Անջան։ Կարող եք պայքարել ազատ ժողովրդավար երկիր է ինչա։ Ամեն դեպքում կարելի է հանդիպել անգամ զրուցել այդ թեմայի շրջանակներում։ Մի խոսքով, ասեմ հետևյալը, որ օրինակ հիմա խոսակցություններ են պատտվում, որ ATV-ն էլ դաշի սահմանիկ են արել։ Սա է։ Բայց հեռուստատեսությունը ազատ պիտի լինի, մարդն ընտրում, որ ալիքը նայի, հեռուստատեսությունն էլ որոշումը ինչ ցուցադրի։ Եթե այդտեղ քրեական տաժ չկա, հանցակազմ չկա, ապա մնացածը ձեր ճաշակին է թողնված ազատ երկիրը։ Որովհետև եթե դա փակեն, մի հատ էլ պիտի ինտերնետ փակեն, մի հատ էլ մյուսը, դա չի կարող տեղի ունենա։ Մենք չենք գնում այդ ուղղությամբ։ Վահան ջան, կներես բաց թողեցի երևի վերևներն ա եղել, պիտի խնդրեմ, հեսա, եթե տաշիրենց դեմն առնելու համար պետք լինի ընտրախախտել արժի, թե ոչ, բացարձակ չի կարելի, նախ ասեմ, որ ընտրախախտումները քրեականացված են, դա քրեական բանն է, եւ երկրորդ քաղաքացիական պայմանագիրը դեռ հեղափոխության ժամանակվանից դրանից առաջ էլ որպես սիրկուսակցական ռազմավարություն ընտրել է այն բանը, որ նա չի կարող թույլ տա իր խնդիրը, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, վերջ։ Իսկ ինքը հիմա իշխանությունը ու ըստ էության իր վրա է այդ պատասխանատվությունը։ Հիմա եթե իրենք միշտ պայքարել են դրա դեմ, որ կեղծվում են, ոնց եք պատկերացնում, հիմա ոնց կարող է թույլ տալ, որ հանկարծ ընտրախախտում ում դեմ ուզում լինի, որ ժողովուրդն է ընտրում։ Եթե մարդ կա, ով է, ասենք, չգիտեմ, 5000-ից մինչև 1 միլիոն դրամով պատրաստ է իր ձենը վաճառի, այդ մարդու որակն է, դա մեր միջավայրն է, դա մեր հասարակությունն է։ Ուրեմն մենք այդքանով կեղտոտված ենք, հասկանում եք։ Ու չգիտեմ, այս ամենը չի մասին դեռ ընտրությունները որ մոտենան ավելի մանրամասն խոսենք, բայց եթե Արմեն Վյան Սամվել Կարապետյանը անցնելու է։ Տես Արմեն ջան, նախ չի անցնելու, հարցը դա չի, բայց դա քո կարծիքն է, ես էլ իմ կարծիքը ասացի, ոչ միայն չանցնելու, մոտիկ էլ չի լինելու անցնելու, հələ որ ազգային ժողովը անցնի, թող շնորհակալ լինեն, բայց ես ուզում եմ օրինակ, որ ասում ես անցնելու է, ոնց հասկանում սատարում ես իրենց։ Կարելի է իմանալ, օրինակ, քեզ համար նորմալ է, որ անցնի մեկը, ով կառավարվում է օտար երկրի մայրաքաղաքից։ Կոնկրետ կառավարվում է ու կոնկրետ չի կարող հարկաճառել տվյալ երկրի այս կամ այն ցանկությանը։ Կամ քեզ համար նորմալ է, որ եթե նորմալ է, դու ունեն ընտրությունները կարաս գնաս այնտեղ ով ի տարբերություն որոշ ոչխարների, ես երբեք որևիցե քաղաքացու չեմ վիրավորել, որ նա ասում է, ես այս ինչին եմ սատարում կամ ինչի ոչ։ Այդ մարդկանց ես կարող եմ անդրադառնալ, բայց նրանց հետևորդներին կամ նրանց ընտրողներին երբեք դա մի քիչ հարիրա ավելի խուժաններին, էլի, դուք տեսնում եք ոնց են իրենց դրսևորում։ Արմեն ջան, իսկ ով է քեզ ասել, որ մեր երկիրը թուրքանում է։ Ո՞վ է ասել։ Ասել են նրանք, ովքեր որ ռուսների ստրուկներն են, ուրեմն քեզ ասեմ, եթե դու չթուրքանալու համար որոշել ես ռուսամետ ուժեր ընտրես, ուրեմն դու քո ձեռով թուրքացնում ես, այո, որովհետև ռուս առանձին վերցրած ռուս չի, ռուս թուրքական մի միլիարդ հատ ծրագրեր են իրականացել, որոնցից մեկը Արցախի պատերազմն է։ Եթե դու տեղյակ չես, քեզ ասեմ, որ դրա մասին պաշտոնական հայտարարություն արեցին, համատեղ հայտարարություն արեցին անգամ Թուրքիայի պաշտպանության նախարարն ու Ռուսաստանի պաշտպանության նախարարը համատեղ կանգնեցին ու ասացին, որ իրենք հարավային Կովկասում համատեղ ուժերով իրականացրեցին շատ հիանալի օպերացիա։ Եթե դու մոլորակի վրա գիտես մի այլ վայր, որը կոչվում է հարավային Կովկաս ու կարող է իրանք նկատի ունենային այս տարածաշրջանը, ես ձեռքերս վեր եմ բարձրացնում, հանձնում եմ, բայց իմ կարծիքով չկա նման։ Եվ ռուս-թուրքական պրոյեկտները շատ ավելի մեծ են եղել, քան միայն 44-ամյա, որովհետև 44-օրյա կազմակերպելը մի բան է, նպատակները այլ բան են։ Նենց որ հարգելիս փորձի ճիշտ է շատերը որպեսզի արդարանան, արդարացնեն իրենց ռուսամետ լինել, ասում են ավելի լավ ռուսի տակ պարկեն, քան թուրքի։ Ես չգիտեմ, ով տակ է հարմար գտնում պարկեր տեղավորվել, բայց ես մարդու այն տեսակն եմ եւ քաղաքացու եւ հայ ազգի այն տեսակն եմ, որ հեշտ ցանկություն ունեմ իմ պետությունը որևիցե մեկի տակ պարկացնել։ Որովհետև որևիցե մեկի տակ պարկացնել, հենա Օսմանյան կայսրությունում պարկացեք։ Հենց սկսեցինք արթնանալ, ցեղասպանությունը հաջորդեց։ Որևիցե կայսրության տակ պարկել նշանակում է ոչնչացում, վերջ։ Իսկ հիմա գնում են process-ներ ինքնիշխան Հայաստան ստեղծելու։ Ես չգիտեմ, դու կարող ես YouTube-ով ուրիշ բաներ սնել մի քիչ չմբռնես, բայց ես առաջարկում եմ, եթե ազատ ժամանակ ունենաս, մի 10-15 օրից երբ որ ինձ մոտ ամեն ինչ նորմալ լինի, կարող ես համենալ մեր գրասենյակ, ես ավելի երկար քեզ հետ կզրուցեմ, դու էլ քո հարցերը կտաս, մենք կսրճենք, կզրուցենք ու կգնանք տներով։ Ինչ որ շրջվեցինք ուրիշ կողմ, ես վերադառնալով մեր բանին, հա, նախատակվելու ցանկություն ունեցող Գարեգին Բեսին, ով չգիտես ինչի դանդաղում է, ասեմ քեզ, եթե դու
Գարեգին բես նկատի ունես, որ հնարավոր է քեզ չգիտեմ վատ բաներ սպառնալ, ասեմ, հակասում ես ինքդ քեզ, որովհետև քեզ անմիջական սատարող Տաշիր Սամոյի թուրքամետ բանը, փաստաբանը Էմիջայլոց Արման ջան, այս Ռոբերտ Ամստերդամը որ կա, ասեմ, որ Թուրքիայի շահերն է պաշտպանում բանում միջազգային իրավական կենտրոններում ու դատարաններում, էլի, ասես ձեռի հետ իմանաս ցավդ տանում։ Ուրեմն Ռոբերտ Ամստերդամը արել է այսպեսի հայտարարություն, ասում է, կա ավելի լավ միջոց ցույց տալու, որ կալանքը չի լրացնի ձեզ։ Նո, խոսքը Տաշիր Սամոյի մասին է։ Այսինքն Ռոբերտ Ամստերդամը իր վերանով ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը այն մակարդակի է, որ այնտեղ նստած հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը խնդիր չունի հարցեր բարձրաձայնելու, մի բան էլ դրանք հրապարակայնացնելու, մի բան էլ թույլ տալու, որ այդ մի քիչ էլ արհեստական բանականացնող ու իշխանությունների դեմ իրականացնեն։ Հասկանում ես։ Այնպես որ Գարեգին բես, արի մեղքներս մի փորձի գաս, որովհետև դրանով դու մեզ մենակ երջանկություն ապարգևած կլինես։ Չգիտեմ, ձևիցների մոտ ինչ խասյաթ է բանը արհեստական բանականությունով ընտրարշավի գնալը։ Երևի դա նրանից է, որ չնայած Նարեկ Կարապետյանն ասում է, որ 27,000-ով, եթե չեմ սխալվում, արդեն կամավորներ ունեն, բայց արի ուտես, որ անգամ վիդեո նյութեր կազմելուց իրենք միևնույնն է դիմում են արհեստական բանականությանը։ Այսպեսի նյութեր են շատ ուրախացա, որ իմացա Սամվել Կարապետյանն առաջադրվել որպես վարչապետի տեխնացու։ Առաջին ընտրություններն է, որ հստակ գիտեմ ու պետք է իմ ձայնը տամ։ Սա արհեստական բանականությամբ սարքած նյութ է։ Լավ, ունենաս 27,000 կամավոր։ Մեջից չլինեն երկու հոգի, որ ասեն, եկեք նկարենք sense տեսարան, այս տեքստը ես կասեմ, այդ տեքստը էլ մյուսը։ Նարեկ ջան, սա ինչ է։ Կամ արհեստական բանականությունը դնել միացնել թե ինչպես է մի հատ տատիկ, լացում, ողբում, չգիտեմ ինչը։ Սա ինչ է, բռներեցնեք մի հատ իրական տատիկ, թեկուզ դերասանուհի։ Դայք մի 50-100 դերասանուհուն դե մի քիչ ավել պիտի տայք, այնտեղ մի քիչ միլիոն չի սկուզել, որովհետև դա կողմած դա կոնկրետ դառում չնայած վատ բան ցույց տալու համար։ Այդ տայք թողնես դեր ասեր խոսար, համ փող կաշխատեր, համ էլ գոնե մարդ, բնական մարդ կլիներ այնտեղ դրած է։ Ինչի համար է սա։ Հա, հետո Էմիջայլոց Արման ջան, այսպես Արման ջան, մի այսպեսի բան էլ ասեմ, եթե ես տեսել եմ։ Եթե ընդունենք, մեկ էլ մեր ընկերոջը։ Եթե ընդունենք Սամվել Կարապետյանը հաղթում աղբեր, ջախի հաղթանակ է տանում, մտնում ազգային ժողով մեծամասնությունով ու իր խոստվածը չի անում։ Դուք ումից եք պահանջելու։ Ումից եք պահանջելու, որ գնաք պահանջելու, ասելու է ես չեմ եղել աղբեր։ Հարստական բանականությունն է եղել։ Կարա՞ք գնաք արհեստական բանականությունը դատի տակ, ասեք մեզ խաբեց։ Չէ։ Այ գիտեք, այ հենց դրա վրա են հաշվարկը իրենց գնում է։ Ձեր չիմացության վրա, ձեր ասենք դուք կարևորություն եք տալիս, ստիպում են ձեզ կարևորություն տակ այնպիսի բաների, որոնք անկարևոր են, եւ ստիպում են ձեզ կարևորություն չտալ այնպիսի բաներին, որոնք ձեր անձնական իրավունքի մասին է, եւ թույլ չեն տալիս, որ դուք օգտվեք ձեր իրավունքից։ Այդ հիմա Էմիջայլոց ձեր դեմքին ժպտում, հետո եթե գնաք մի միտինգ անելու, անպայման Նարեկ Կարապետյանի հայրը վերակենալու եւ ձեզ ասի անբարներ, ինչպես որ ասում էր ժամանակին, երբ որ Սերժ Սարգսյանը աշխատակազմի ղեկավարն էր։ Գագիկ ջան, դու համարես գրեցի, Ծառուկյանը ոչ թե դարձել է հանդիմություն, ես զարմանում եմ, եղբայր, Ծառուկյանը միշտ եղել է հանդիմություն, ընդ որում եղել է Քոչարյանի թևը, ու դա եղել է բավականին ակնհայտ, ու հեչ ինձ համար զարմանալու չէ, որ բանը Թևանյան անդում գնաց միացավ Ծառուկյանին, ասեմ նաև ինչու եմ այդպես ասում։ Ուրեմն հիշում եք, երբ որ հանրապետականները քարորյա պատերազմից հետո եղավ բանը Սասնածռերի Պապածագնդի գրավումը։ Իհարկե, այդտեղ կային նորմալ մարդիկ, ցավոք սրտի, ովքեր ընկել էին գելու գազանների խելքին։ Ու իրենք կարծում էին, որ իրանք հանուն հայրենիքի են անում, որովհետև խոսքը նրա մասին էր, որ Սերժը խաբել է ու փորձում է քարորյա պատերազմը վաճառի որպես հաղթանակ, բայց այնտեղ քանի 100 մետր քառակուսի թե հեկտար թուրքերը վերցրել են։ Եվ նրանք այդպեսով իրենց ձայնն են բարձրացնում, որովհետև այդ ժամանակներում միայն տերորով կարելի ձայն բարձրացնել, որովհետև հեռուստատեսություն ընդդիմադիր գոյություն չուներ։ Իրենց մասնավոր հեռուստատեսություններն են։ Եվ բնականաբար այդ լրագրողներն էլ ձեզ չէին պատմելու, թե իրականում ինչա տեղի ունենում, ինչ չէ։ Եվ մենք բոլորս իրականությունից հեռու ապրել ենք։ Ուրեմն ծառերը գնացին այդ քայլին, կեսը խաբված գիտելով, կեսը հենց կազմակերպողները։ Հետո եթե կհիշեք, երբ որ փորձում էին երկխոսության մեջ մտնել իշխանություններն ու ծառերը, բանը պահանջվեց, որ անպայման Վիտալի Բալասանյանը լինի միջնորդը, որ երկուսը խոսան իրար հետ։ Վիտալի Բալասանյանը երևի դες գախնիկ ջան, բացի եթե ասել, որ նաև Քոչարյանի ճուտիկն է եւ հանցակից ընկերը։ Ուրեմն դրանից հետո այդ դեպքերից հետո, որովհետեւ Քոչարյան Ռոբերտը շատ նեղված էր Սերժի վրա,
որ Սերժը մի պերիոդ նստել է, հետո չի վերադարձել Իրան իշխանություն։ Իրանք ուզում են Պուտին Մեդվեդև տրյուկը դե անեն, չէ՞, չստացվեց։ Ու շատ նեղված էր, չնայած որ մեկը իրենք երբեք իրարից առանձին չեն լինելու, իրար բերնի մեջ չեն տկած, ապրում են նրանք էլի, բայց այդ պահով նեղված էր, անգամ մի առիթով Ռուսաստանում մի սեղանի շուրջ ասել էր երկիրը սարքեցի կոնֆետկա, վերցրելա չի տալիս։ Ուրեմն հետո Գագիկ Ծառուկյանը սկսեց լայն քայլերով առաջ գնալ, այսինքն Քոչարյանի թևը պահել, որովհետև Քոչարյանի ալիգարխն է այդ մարդը։ Հետո հիշում եք, որ հանրապետականները մեկ էլ նիտավո նիվսիվով դրուկ ելան ու դեմքի շատ լուրջ արտահայտությամբ նստեցին, սկսեցին ով ինչ կարար ասել Գագիկ Ծառուկյանին։ Մեկին ումից հանրապետականների 90%-ը քակում էին տանկները 1080 հանրապետական բառի համար։ Քակում էին տանկները, հասկանում եք։ Դա հենց այդ բաններ, որ պիտի մի հատ պերևառություններ չեղա, բայց իրենք իրար մեջ էին, իրարից էին ուզում խլեին, էլի երկիրը, ոչ թե մեր համար։ Ծառուկյանին թուլացրին, այդտեղ Ծառուկյանը յան տվեց, չնայած բանին Կարեն Կարապետյանին բերեցին, բան վարչապետ, ասես կապիտլամիշներ են։ Մի խոսքով, այնտեղ թևեր կար, դες դասավորված փոխհամաձայնություններ, պոստեր, բաներ, թե որ պոստը նախարարական, որ պորտֆելը որտեղ լինի, բան, որ իրար հետ ապրեն, որովհետև սա վատն են, պիտի մի բան անեն, պահեն իրենց հանցագործ ռեժիմը։ Հասկանում եք 18 թվականին, այո, ես կարծում եմ, ինչքան որ դրա մասին ուրիշ ձեր են մեկնաբանում, ես կարծում եմ, որ Քոչարյանին շատ ուրախ են, որովհետև հիանալի հասկանում են, որ դու չեմ ասում ցանկացած Քոչարյանական էր դա հասկանում։ Քոչարյանն են որ ասում վերև եշելոն է, հասկանում են ու գիտեն, որ պատերազմ լինելու է, ու փորձեցին ակտիվանալ, սկսել Երևան դեմքները իրենց ցույց տալ հեղափոխության ժամանակ ու շատ նեղվեցին, այո, երբ որ Վանեցյանը վերցրեց Քոչարյանին փակեց Սերժի տեղ։ Այստեղ միացած կինո գնացել է։ Իհարկե ժամանակ ուրիշ ձև ենք նայում դրան, հիմա ուրիշ ձև ենք նայում։ Ու հիմա էլ նորմալ է, որ Քոչարյանական Անդրանիկ Թևանյանը միանում է Քոչարյանական Գագիկ Ծառուկյանին, այդտեղ աննորմալ ոչինչ չկա։ Ոչ մի բան չկա աննորմալ, շատ նորմալ է։ Ասենք ռուս-բելարուսամետ Անդրանիկը Թևանյան միանում է Լուկաշենկոյի լավ ընկեր Ծառուկյանին։ Դրանց քաղաքական հայտ են ներկայացնում։ Դա է։ Գնել ջանքի անկախ պատգամավոր տեխնոսություն չես դնում, ոստայմ կանցած։ Կարեն ջան, հնարավոր չի այդպեսի բան չկա հիմա, անկախ պատգամավորի տեխնոսություն դնելու հանցնել, այդպես բան չկա հիմա, պատգամավոր մարդը կարա դառնա որևիցե կուսակցությունով։ Իհարկե ես շատ բազմաթիվ խոսակցություններ դրա մասին եղել են, իմ միջավայրում էլ տարբեր մակարդակի, բայց ես դեռևս ռեալ բան չունեմ այդ մասով ասելու, շատ հնարավոր է, որ չգիտեմ, եթե մի լավ առաջարկ լինի որևիցե ինձ համար սրտամոտ կուսակցությունից, շատ հնարավոր է մտածեմ այդ մասով, բայց չգիտեմ։ Ամեն դեպքում իմ սրտով է, որ ես լինեմ այն տեղում, որտեղ որ կամ, բայց կարծում եմ, որ դա արդեն երկության մասին է, որովհետև կարծում եմ, որ այո, ինչու ոչ ազգային ժողովում էլ ես կարող եմ հիանալի դրսևորել, ամենայն դեպս դժվար է աշխատասենյակից տեղը իմանալ, որովհետև ես վստահ եմ դարձա, եթե հանկարծ այս բան լինի, որ դառնա պատգամավոր, հաստատ այս գյուղից այն գյուղ սաղորը շրջելուց եմ լինելու, էլի։ Գնել չեմ հիշում, որ թվերներ, որ տաշիրեցին, եկավ ու դրանց մեջի ռազմորքեն արեց Ռուսաստանից, մեջտեղ ինչ-որ լուրջ խնդիրներ առաջացել։ Կարծեմ հենց այդ թեմաներ էր, իմիջայլոց Սաշիկին էլ Ռուսաստանում ինչ-որ խփել էին, ինչ են արել, այդպես խոսակցություններ կա, բայց ես չեմ ուզում մտնել այդ փակված խոսակցությունների մեջ, ամեն դեպքում պետք է մի բան հասկանալ, էլի։ Այդ խոսակցությունները իրանց միջանձնային, միջքաստային խոսակցություններ են, իրանք իրանց խնդիրը, բայց մենք պիտի մի բան հասկանանք, որ այո, այս խուժաններին երկիր հետ վերադարձնելու չկա, այս հանցագործներին, այս պետությունից պետություն բառից հեռու մարդկանց վերադարձնելու չկա, մեր պետությունը մեզ է պատկանում ու նրանք ովքեր որ մեզնից խլած են եղել, իրավունք չունեն, անգամ չգիտեմ ինչ սրբություններով ուզում են երթվեն, որ էլ չեն անի, միևնույնն է մենք չպիտի տանք այդ հնարավորությունը, որ նրանք վերադառնան։ Սա իմ դիրքորոշումը, իսկ ես չես պատկերացնում այլ կուսակցություն եվրոպական առաջնորդ շատ եմ կուսակցությունից մեկում։ Այդ էի ասում, նա որ չկա, բայց ամենայն դեպս այդպեսի մի լուրջ բան, չնայած ամեն ինչ դեռ արժևում է, չեմ կարող ասել, ժողովուրդ, չեմ կարող։ Հետո գալով մեր Արմանի կաթողիկոսին, ստեղ որ շատ գրում էր։ Հարի քեզ մի բան կարդամ, հա։ Հովսեփ Խուրշուձյանի գրառումն է, որը որ դու կարող ես Հովսեփ Խուրշուձյան չհարգես, ես հարգում եմ, բայց իրական բանի մասին է։ Մի ընկեր պատմում էր, որ Վեհարանում հայոց կաթողիկոսի խորհրդանշական գահը կա մարմարից սարքված։ Գահը միաձուլված է մարմարից հատակի հետ, պատկերացրեք գահն ասես միաձուլված է հատակի հետ։ Այնպես որ տեղաշարժել չի լինի։
Սա հատուկ է արված եւ խորհրդանիշն է նրա, որ մայր աթոռը այլևս երբեք էջմիածնից չտեղափոխվի։ Կտրիչը այս նկարում նստել է այդ գահին, բայց չգիտի անգամ դրա խորհուրդը։ Ընտրեք։ Արգանքներս այդա ջան ողջույն։ Այսպեսի բաներ։ Վաղ ազատ շփումում էր մի վիդեո պիտի ցույց տամ ու դրան անդրադառնանք։ Ես չգիտեմ ժամանակը ոնց որ չարաշահեցինք, բայց այս տեսանյութը միացած դնեմ գնաց Արմանը կամ բանը նրանց գրզոն ընտրություններին չի մասնակցելու, որ Ծառուկյանին չնեղացնի։ Դրանք միջանձնային հարաբերություններ են ցավը տանը։ Բայց եթե անկեղծնենք, ես չգիտեմ դու ոնց կմեկնաբանես ոնց չէ, անուն անկեղծությամբ պիտի ասեմ հետեւյալը, որ Գրզոն մշտապես Խաչատուր Սուքեսյանը մշտապես բան արել, ինքը դասական բիզնեսմեն է, մշտապես։ Ու դեռ են շատ վատ տարիներին էլ ինքը առնվազն այդ Սիլաչի, Սարաջով կռիվոհա, այդ կողմերում ապրող բնակչության թիկունքին միշտ կանգնած է եղել։ Երբ որ բացում էր ինչ-որ բիզնես, ասենք, չգիտեմ, պիցցայանոց ասենք, հա, առաջին հերթին ընդունում էր այդ տարածքում ապրող մարդկանց։ Ու այդ ժամանակ այդպես լուծում էր ինքը գտել իր տարածքի բնակիչների համար։ Ասեմ ավելին, այն ժամանակ հələ պենսիոն 1-ի ժամանակվանից, որ նորեն կոմպյուտերները դուրս էին եկել։ Ինքը այն մարդն էր, որ բանում ես հիշում եմ այսօրվա պես, որ ովքեր որ այդ տարածքի բնակիչ էին, անվճար համակարգչային դասընթացներ էր նրանց հետ արվում։ Գնում էր անձնագրով ցույց էր տալիս գրանցումը, ես նստացնում են 10-12 դասեր ինչ է, հասկանում եք։ Այս իմաստով, մենակ այս իմաստով չէ, բիզնես առումով էլ հետո նրանց հարգանքը մի քիչ ուրիշ է, ասենք հաստատ համեմատելու չեն, էլի, հաստատ համեմատելու չեն։ Կարան ինչ-որ դեպքերում դե ծանրակշիռ մարդիկ են, չգիտեմ որտեղ ոնց կդրսևորեն իրար, մեկին դուր կգա, մեկին դուր չի գա, բայց ես, քանի որ շատ եմ առնչվել այդ կողմերի հետ, ես Սիլաչի այնքան շատ եմ գնում, որ ոնց որ երկրորդ իմ ծննդավայրը լինի, անգամ 53 դպրոցում էլ սովորել եմ 3 տարի Աղասի Խանջյանի անվան։ Իրենց տների մոտ էր։ Ես որևիցե լակոտություն, որևիցե անշնորհք պահված, այդպես բաներ չեմ տեսել, երբեք չեմ տեսել։ Ճիշտ հակառակ։ Ճիշտ հակառակ։ Որտեղ երբ որ իրենք բիզնեսով զբաղվում են, ասած մյուս բիզնեսմենները, օլիգարխները, այս պարագայում ուր են։ Գյուներ ջան, բացի Փաշինյանից ում եք տեսնում որպես վարչապետ։ Գևորգ ջան, լավ, այսինքն հարց ու պատասխանով ստացվեց մի քանի հարցեր եւ սա։ Այսօրվա եթերը սա ստացվեց, ես չգիտեմ, մեզ նոր միացողները թողմեզներ են, առհասարակ տարբեր են լինում թեմաները, բայց այսօր սա ստացվեց։ Ես ասեմ, ես կարող եմ շատ շատերին տեսնել վարչապետ։ Ունենք մենք, ասենք որ չունենք դեմքեր, որ կարող էին լինել վարչապետ, սխալ կլինի, կնշանակի չգնահատել մեր հանրության մեջ լուրջ մարդկանց, բայց ես 26 թվականի անդրադառնալով ասեմ հետևյալը, որ հաշվի պետք է առնել աշխարհքաղաքական process-ները, հաշվի պետք է առնել Ամերիկայի հետ ունեցած մեր պայմանավորվածությունները, Եվրոմիության հետ ունեցած այս առաջիկայում լինելու անգամ գագաթնաժողով, այն առաջընթացները, որ գրանցել ենք, եւ այն ամեն ինչը, որ միայն Փաշինյանի ընտրվելուց հետո կարա շարունակական լինի, այո, այդպեսի ռազմիկա կա, էլի, որ բաներ կան, որ հենց Փաշինյանի լինելու դեպքում կարա առաջ գնա, հաշվի առնելով այս ճնշումները այլ թևերից, ռուս-թուրքական թևերից, դուք մենակ որ Փաշինյանը խոսում է Թուրքիայի հետ խաղաղությունից, ուրեմն վայ մի ուրախա նրանց հետ խաղաղություն, պարզապես նա կանխում է դրանով ագրեսիվ վերաբերմունքները, հա, բայց այնուամենայնիվ դա թուրքերի կամ ադրբեջանցիների սրտով չի, պարզապես իրանց վրա էլ դրսից լուրջ կետերից ճնշում են, որովհետև այստեղ Փաշինյանն է, սա անձի հաշվի առնելով շատ հանգամանքներ, հաշվի առնելով մեր բանակի երկարաժամկետ փոփոխությունների ծրագրերը, որոնց մեկնարկը տրված է ու լավել տեմպերով գնում են, հաշվի առնելով էլի նույնպես առողջապահական մասով մեկնարկը, որ դեռևս շատ պիտի կանցնի որոշ ժամանակ մինչև որ ունի մեջ մտնի, ապա ես կարծում եմ, որ խիստ անհրաժեշտ է ցնցումներից խուսափելու համար, ցնցումներ ես չեմ ասում, չգիտեմ, ուրիշ վատ բան չէ, ուղղակի այդ փոփոխությունները կարող են վնասել դրանց, ընդհանուր միջև արգելափակել։ Այս ամեն ինչը հաշվի առնելով ես կարծում եմ պարտադիր է, որ Փաշինյանը 26 թվականին ընտրվի վարչապետ։ Ընդ որում խիստ անհրաժեշտ է, ես կարծում եմ, որ հիմա շատ հարցեր հենց դրա համար են ցած թողած իներցիայի, այսինքն
մի հատ սպասում են, բոլորը սպասում են, վերահաստատվում է Փաշինյանի լեգիտիմությունը, թե չէ, որովհետև բոլորն են հասկանում, որ Արցախի կորստից հետո, որը որ Փաշինյանի մեղքը չի, սա ասել գիտենք ոնց մեղքն է, Արցախի կորստից հետո հայ հանրության մեջ որոշակի բան է մտել, ու իր լեգիտիմությունը հնարավոր է մի փոքր երերում է, եւ այն ամենալուրջ ծրագրերը դեռևս պահում են, այո, խոսում են որոշ ուշագրեր ստորագրում են, բայց սպասում են տեսնել ինչա լինել, որովհետեւ ոչ Եվրամիությունը, ոչ Միացյալ Նահանգները ոչ մի պարագայում չի աշխատելու որևիցե ռուսամետ ուժի հետ, այդ թվում Սամվել Կարապետյանի հետ հատկապես նա լինելու է ոչ լեգիտիմ այս առումով, ու մնաց թե նրանց վստահի բանը, դուք ասեք, այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք որ պիտի վստահ լինի, որ չէին գնի ռուսների ձեռ։ Ասենք օրինակ այն բեսպիլոտնիկը ԱԹՍ-ն որ բերել են, դա որևիցե ռուսամետի չի տա, մոտիկ էլ չի թողի գնալ։ Չգիտեմ, հետ կտանի երևի, չգիտեմ, հասկանում եք, այսպես բան կա։ Ու այո, հասել է այդ կետին, որ պարտադիր է ուղղակի նրա ընտրվելը։ Ես մի չեմ ուզում Քարոզ Արշավի վերացվի իմ խոսույթը, որովհետև ինքս չգիտեմ, շատ հնարավոր է մարդ ես, մեկ էլ մի լավ առաջարկ լինի իմ կողմից մշտապես հարգված կուսակցություններից ու ես որոշ եմ մտնել քաղաքական պայքարի մեջ, այդ պարագայում բնականաբար ԿՊ-ն դառնում է օպոնենտ ինձ ու լինում ենք իրար ընդդիմադիր, բայց այնուամենայնիվ այդ թևի ուժերի մասին է խոսքը։ Այնուամենայնիվ բոլորս ենք հասկանում, որ եւ կարծում եմ անգամ այդ թիմերն էլ հասկանում են, այդ կուսակցություններն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի շատ ձենով ոչ միայն անցնել, ոչ թե Ավինյանի նման անցնել քաղաքապետ դառնալ այդ հարաբերակցությամբ, այլ լեգիտիմ լուրջ բանը, եթե լինի, բոլորը սպասում են դրան։ Սա է հարցը։ Իհարկե, ես մի քիչ քննադատելու բան այնուամենայնիվ ունեմ, որովհետեւ չէր կարելի թույլ տալ քաղաքական դաշտում նման պիրատներ հայտնվեին եւ դրա պատասխանատվությունը այո իրենք պիտի կրեն, որովհետեւ երկրի իշխանություն են հանդիսանում ու պիտի ապահովեն ամեն կերպ քաղաքական խոսույթ, քաղաքական դաշտ ձևավորելու process-ին, չեմ ասում աջակցեն գրպանային ընդդիմություններ սարքեն, բայց իրանք պիտի ստեղծեն այդ բաց դաշտը, որտեղ հնարավոր լինի այն կուսակցությունները, որոնք որ առողջ կուսակցություններ են, կարող են լավ էլ քննադատել, լավ էլ հակառակել, լավ էլ, չգիտեմ, գործ անեն դրանով պետությանը օգտակար լինեն, ունենում են լուրջ ֆինանսական խնդիրներ ու մեկը ով մինչև 3 առաջ օրը գոյություն չուներ քաղաքականության մեջ միլիարդներով եկել ասում ասա ես գալիս եմ դառնա ուր ես գալիս դառնաս դա դու ինչի միջով ես անցել որ գալիս ես դառնաս խի դա այտենց հեշտ բան է հա եկար դառնաս որ փող ունեմ հեսա լցնեմ սաղ տեղերը նկարներս խփեմ ֆուրի վրա նկարս մի ավտոբուսի համարի տեղի նկարը ելնեմ ապուշ խոսամ բերեմ եվրեներին մի հատ թույն քաղաքական տեխնոլոգիաներով ծրագիր գրեն որ ովտեն ասեմ էսի ծրի առնելու են ինձ անելու որ հեսա ես ընտրել այդպես չի լինում այդ ամենը փող է այդ ամենը փող է ու վստահ եղեք եթե այդ իրենց ծախսած փողի 10%-ը ծախսի այս ինչ կուսակցությունը հաստատ կգրանցի շատ ավելի հետաքրքիր արդյունք ես մի բանի վրա եմ ուզում ձեզ ձեր ուշադրությունը կենտրոնացնել այդ դուք հիմա վերջին շրջանում շատ եք տեսնում համացանցում ինչ որ հարցումներ հա ու չգիտես ինչի բոլոր տեղերը դրված է Փաշինյանը դրված է Սամվել Կարապետյանը Քոչարյան Սերժն ու միտեղ կարող մեկը լինի մյուսը չլինի բայց հիմնականը իրանք են Ծառուկյան Այդպես մի երկու բան որևիցե մեկ միտեղ չնայած որ Փաշինյանը ամեն տեղը ոնց որ թե առաջա բայց հա Թաթոյան անգամ կա դրված բայց որևիցե տեղ այդ հարցումն εμείς չես տեսնում դրված Արման Բաբաջանյան Լևոն Շիրինյան Արամ Սարգսյան չես տեսնում ինչի համար չես տեսնում որովհետև նրանք փորձում են ազդել մեր ենթագիտակցության վրա դա հենց մեդիա դա հիբրիդն է հենց փորձում են ազդել մեր տեսողական հիշողության վրա որպեսզի մենք դիտարկենք ընտրությունների համատեքստը այդքան այդ դրա մեջ հասկանում եք դուք տեսել եք մի հատ հարցում որտեղ ասենք գրված լիներ ում կընտրեք Փաշինյան Արամ Սարգսյան Շիրինյան եւ Բաբաջանյան մի հատ էլ ձևի համար լավ իրանցից մեկին Քոչարյանի անունը այդպես բան տեսել եք չէ որպեսզի չկարողանան մեր մեջ որ մեր մեջ չձևավորվի այն հանգամանքը որ այս ուժերը որքան էլ որ պետության կայացման գործում այո սատարում են իշխանություններին եթե խոսքը պետության լավը լինել ավելի լավը լինել մաս բայց իրանք հանդիսանում են ընդդիմադիր ուժեր բայց ինչի չեն դնում դա ինչի չեն դնում այ հենց դրանք հենց կոչվում են հատուկ տեխնոլոգիա ամեն ինչն է տեխնոլոգիա ամեն ինչին է փող տված ժողովուրդ չեն դրա համար հույսը դարձյալ ու հերթական անգամ մեր գիտակից պատկերացումն ու մոտեցումն է ասացին մենք սառը հաշվարկա ու պարզ հաշվարկա անգամ եթե ես ատելով ատեի Նիկոլ Փաշինյանին ատելով ատեի
մեղադրեի նրան 1000 հարցում, միևնույնն է, այսօր տեսնելով թե Հայաստանը ինչ ձեռնարկների մեջ է, ինչ երկրների կողմից ու հաշվի առնելով այն ամեն ինչը թե ռուսն էլ, թուրքն էլ ինչ են արել մեր գլխին համատեղ։ Ես բնականաբար լեգիտիմությունը բարձր պահելու համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի գնալու է ձայնստային հենց այդ պարագայում իմ չսիրած օրինակ Փաշինյանին, որովհետև ես չեմ գնում սիրած մարդ ընտրելու, ես գնում եմ պետության ղեկավար ընտրելու, պետության կառավարիչ ընտրելու ու քաղաքական հետագծող ու այն ամեն ինչով ինչ որ ես տեսնում եմ, բնականաբար ավելի շատ ի օգուտ Փաշինյանի է։ Ես զգացմունքներով պիտի գնամ ընտրել։ Չէ, իհարկե պարտասուն ես չի որ ես ատում եմ իրան, ընդհակառակ արգում եմ, բայց անգամ ատելու պարագայում միևնույնն է ես այդպես կվերաբերվեի։ Սա է։ Ու գիտեք, հենց կակրած հիբրիդային պատերազմը մեր զգացմունքների վրա աշխատելու մասին է։ Մեր զգացում, որ մենք ավելի զգացմունքային, որովհետև այն գերտերությունները, ովքեր որ հատկապես Ռուսաստանը, ով որ փորձում է մեր ներքաղաքական բաների վրա ազդի, հենց դա է փորձում իրականացնել, որովհետև գիտի տակայություն ա եղել, գիտի բոլոր ազգերի խարակտերիստիկան, ազգային բնութագրերը ընդհանուր առմամբ։ Իսկ մեր ազգային բնութագրման համաձայն մենք բան ենք, էմոցիոնալ ժողովուրդ ենք։ Ուստի մեր որոշումների վրա մեծ դեր է խաղում մեր տվյալ պահին ունեցած էմոցիան։ Հիմա իրենք հաշվարկ են չի անում, ուրեմն ինչ միջոցով է պետք մեզ թույլատրել մեր բռնաճամփից էմոցիոնալ բաներ գցելու։ Դրա համար էլ այսպես արհեստական բանականություններով բան, ով ինչ ուզում խոսում է, գցում է, դա է։ Դա նաև ԿՊ-ի ընտրությունն է, որ միակ դրանց են իրենց ընդդիմադիր համարում ու հակադարձում։ Համաձայն եմ Արևիկ ջան, այ լրիվ համաձայն եմ։ Ես անգամ որոշ ժամանակ առաջ շատ ջղայնացած արտահայտվեցի, խիփում դրանց փուչիկը։ Ինչ է նշանակում, ասենք բարձր պաշտոնյան նստած ձևիստների մասին գրառում անում։ Լավ կամ արեք, բայց մի հատ ինչ որ պատասխան երկու հատ առավոտի ցիրիկուն չի գա, դες փուչիկ է փչվում։ Եվ այո, դու շատ ճիշտ ես նկատել, ես լրիվ համաձայն եմ քեզ հետ, ամբողջովին համաձայն եմ։ Ու երևի թե մի քիչ ավելին էլ կասեի, բայց համենայն դեպս ոչ այսօր, որովհետև այսօր ես առաջարկում եմ այսքանով եզրափակենք եթերը կամ եթե ձեզ հաճելի է, հետաքրքիր է կարող եք երկու հարցի էլ անդրադառնանք։ Չնայած թե ես առանձնացրել էի թեմաներ, բայց դրանցից որ մեկին կպնենք մի ժամ ավել կխոսանք, դրա համար ավելի լավ է թերևս բան չանենք, չանդրադառնանք դրան։ Մեր արմանս չի երևում, չլինի նեղացավ գնաց։ Բարև Գլեն ջան, կներես հեռախոսը հայտար չի գրում։ Ոչինչ Սուրեն ջան, բարև ախպեր ջան, բայց ես ասեմ, քեյբորդով կարող ես քաշել հայատար, ես հասկանում եմ, ինքս ունեցել եմ այդ խնդիրը, այն ժամանակ դե լատինատար էր, չէ՞ միայն հայատարը որ քաշել էի, շատ դանդաղ էի գրում, շատ դանդաղ։ Դրա համար փորձում էի չգրեի հայատար, բայց ինչ որ մի պահից որոշեցի, որ չէ, ոչինչ, թող ես դանդաղ գրեմ, բայց գրեմ հայատար, հետո մատերս դրան էլ կսովորի ու սովորես։ Ես խնդրում եմ քաշես հայատար, ավելի լավ է, էլի տենց հայերեն կգրենք, որովհետև հիմա դու ռուսերեն գրել ես օրինակ բարև, չէ՞, Ամերիկայում ապրես մարդը ռուսերեն չի տեսնում տառերը, ռուսերեն տառերը չգիտի ինչ է։ Հասկանում եք, որ ձեր մեջ թող շփում ձևավորվի, ինչի ոչ, հետո մեր հայերենը գեղեցիկ է։ Հետո ես ունեմ նաև ընկերներ, ովքեր դպրոցում բոլորս էլ, նենց չի, մեր ժամանակների դպրոցում ես դպրոց եղել, որ գերազանցիկ ավարտացնել, որ իրանք կան որ ամաչում են գրեն, որովհետև կարծում են սխալներ, տարածքներ շատ կլինեն։ Ես այդ տեսակ մարդկանց ասում եմ, ոչ պաշտոնյա եք, ոչ բան ունեք, շարքային քաղաքացի։ Հայերեն գրեք, ոչինչ սխալ գրեք։ Ես կտեսնեմ, կուղեմ, կշտկեմ, կընկնի տեղը, բայց խնդրում ենք, եթե հնարավոր է, ամեն դեպքում վերադառնանք մեր հայերեն։ Շատ հաճ է որ ԿՊ-ն Նարեկի ամեն տխմարությանը փորձում է հակադարձել ու էֆեկտ են տալիս դրա հիմնություններին։ Դա ամեն դեպքում շատ հնարավոր է դա էլ ռազմավարության, քաղաքական ռազմավարության հարց է, չգիտեմ, բայց ես անգամ ժամանակին երբ որ ԿՊ-ում ասում են որ այս տեսակ ընդդիմությունը քանի կա մենք կարանք հավերժ իշխանություն լինենք, ես այդ ժամանակները հիշում եմ բաներից եթերներից մեկով անգամ որպես քաղաքացի նկատողություն էլ արեցի ու դիտարկում իմ տեսակետը հայտնեցի, որ դա տենց դա վտանգավոր արտահայտություն է մի արեք, որովհետև հանրությունը այստեղ նստած չի, որ օրինակ հիմա 26 թվականն է, ու եթե մի քիչ սուր փորձենք քննադատենք, կստացվի հետևյալը 26 թվականի ընտրություններն են, իսկ իշխող կուսակցության բուն այն կոպիտ հակառակորդները նախկիններն են։ Դա ինչ է։ Հա, իհարկե պատճառները հանդիսանում են իրավական դաշտ, դատաիրավական դաշտ, հասկանում ենք, բայց գոնե մի ասեք այդպես էլի, որովհետև ըստ էության կարանք որոշենք չհասկանանք դա։ Ոնց չախբեր, բռնում եք տվել, ասենք, հեղափոխության արժեքները թուլացել են։ Ինչի՞ 26 թվականին դեռ էս պատկերը, որ ձեր ամենաբան ընդդիմադիրները
Ես ժողովուրդն յարդերի մեջ որ արա հանգարց չընկնի դրանց ձեռը։ Սա նշանակում նույնպես ինչ որ յուրատեսակ ժողովրդին ֆրստելու ձև կարա դիտարկվի, ինչը վտանգավոր է։ Չի կարելի։ Չի կարելի։ Այնպես որ օգտվելով առիթից եւս մեկ անգամ ասեմ, մի արեք դա։ Որպես ընդդիմություն պետք է ընտրվի ՔԺԿ-ն ավելի կոնկրետ Բաբաջանյանի կուսակցությունը։ ՔԺԿ-ն Բաբաջանյանինը չի, Պետրոս ջան։ Ողջույն քեզ եղբայր։ ՔԺԿ-ն Բաբաջանյանինը չի, ՔԺԿ-ն բանինն է, Շիրինյանինն է, Լեոն Շիրինյանինն է, Բաբաջանյանինն է հանուն Հանրապետության կուսակցությունն է։ Իհարկե, ասեմ, ինչի համար է երևի շփոթվել, բանը 21 թվականի ընտրություններին իրենք դաշինքով էին ներկայացրել։ ՔԺԿ-ն ու հանուն Հանրապետության կուսակցությունները դաշինքով էին մտել ընտրապայքարել։ Չգիտեմ, այս անգամ դաշինքով են մտնելու թե չէ, կարծում եմ, որ դաշինքով չեն մտնի։ Դրա համար ՔԺԿ-ն Լեոն Շիրինյանն է, Հայկ Սուքիասյան եւ այլն շատ հարգում եմ, իսկ բանը հանրապետությունը Մեհրաբյան Ռուբենը, Բաբաջանյանը եւ այլն, այսպես է։ Եվ երկուսի ներկայությունն էլ ազգային ժողովում շատ լավ կլինի, բնական է, եթե 50+ հավաքի ԿՊ, իրենք ինչ որ ստիպված չեն լինի ինչ որ մեկի դեմ, նախկինների դեմ կոալիցիայի գնա, ոնց որ քաղաքապետարանում ստիպված գնաց Հանրապետություն կուսակցությունը, չէ։ Ու կտեսնենք իսկապես քաղաքական խոսույթ, քաղաքական բանավեճեր, քաղաքական դիտողություններ, քննադատություններ, քաղաքական հանուն պետության համատեղ աշխատանք նաև կտեսնենք, ինչու որ հիանալի կստացվեր, բայց ցավում եմ, որովհետև կարծում եմ, որ մեր հասարակությունը դեռ հեռու է ընդհանուրով այդպիսի լայն քայլ անի էլի, որովհետև մեր մոտ քաղաքականություն ասվածը որպես այդպեսին դեռ լավ չի աճել ու մենք նոր տեսնում ենք շատ օրինակ հետաքրքիր ժողովրդավար երկրներին ու քաղաքական process-ին հատուկ գործողություններ, թեկուզ վերջերս ԿՊ-ի ներքին ընտրությունները, հա, այդ կուսակցական ցուցակի, որը որ չլինելով ԿՊ-ական, քաղաքացիներից շատերն են, հետո ամեն դեպքում հետևում էին, բանին, այսինքն այդ ամենը բաց դրված էր։ Սա ինձ թվում է որ քիչ-քիչ մյուս կուսակցությունները նույնպես կընդօրինակ են, որովհետև կան բաներ, որոնք երբ որ առաջի անգամ ես անելու, ու դու ես անելու, իսկապես ունեն մեծ մտավախություն, ասես, իսկ եթե չստացվի կամ սխալ դիտվի, դա լուրջ հարված կարա լինի, էլի։ Իսկ երբ որ արդեն փորձ կա, դու էլ վրեն կատարելագործելով կամ թեկուզ չկատարելագործելով ընդօրինակելով, լավ բանը կարելի է ընդօրինակել ու դա ված չէ, կարելի է ապագայում այդպես տեսնել։ 3 միլիոն մարդ են այդքան կուսակցություն ինչ իմաստ ունի։ Դա սահմանադրական ազատություն է, որը օգտագործվում է, բայց դրությամբ 127 թե քանի կուսակցություն կա, բայց գիտեք, ես ձեզ անկեղծորեն ասեմ, ես անցյալ թե նախանցյալ տարի շատ լուրջ ուզում եի մտնել ես թեմայի տակ, պարզապես դարձյալ մեր հասարակական կազմակերպությունը, մեր ֆինանսական բաները այդքան չեն ներում, որ ավելին անենք, էլի։ Ուրեմն տեսեք, այնտեղ կան հնուց մնացած մարդ կուսակցություններ։ Ոնց նա կուսակցությունների մասին օրենքը Տեսեք, եթե չեմ սխալվում, մոտավորապես առնվազն 300 անդամ պիտի ունենաս, որպեսզի պետրագիստրը գրանցի քեզ որպես կուսակցություն։ Ու եթե մենք հարցում անենք մի հատ, չէ, հնարավոր է պարզվի, որ մարդ գտնենք, ով մի 50 տեղ կուսակցական է։ Այսինքն, տվյալ կուսակցության մարդկային քանակը անձնագրերի պահճենները չեն բավարարում կամ առնվազն հարցականի տակ են, որպեսզի ինքը շարունակի մնալ որպես կուսակցություն։ Ու ինչի համար են պետք է սանունները։ Հետագայում ինչ որ մեկը մեծ հայտարարություն անում, եկես անք ելնում են կուտոկով, բանը, այս ինչ կուսակցությունն է կամ այն ինչ կուսակցությունը միանում է, օրինակ դաշնակների այս ինչ հայտարարությանը, բայց որ շատ Երևան բան, հիշում եք այն 17+ կապիկությունը, որ եղավ նոյեմբերի 9-ից հետո, 17 քաղաքական ուժեր միացրել, նայում եք այդ 17 քաղաքական ուժերի մեջ 1.5 կուսակցություն է։ Մի հատ բաներն են, Քոչարյանականներն են, կեսը սերժականները, 1.5 էր, վերնախի եմ ասում կեսը սերժականները, որովհետև հարապետականների մյուս կեսը էլի Քոչարյանական է։ Սա է։ Ես շատ կուզեի ձեր պես մարդիկ լինեն խորհրդանում, որ ամեն հարցին բոլոր կողմից ճիշտ դիտարկում ու ասում դե շնորհակալություն Ռուզանա ջան, ամեն депքում այդ հարցին անդրադարձանք ասեցի արդեն, что для этого католикос почему все армянские церкви в Западе почти закрыты для туристов и Румынии чем занимаются. Ես այդ ինֆորմացիան չեմ տիրապետում եւ որ ասում են կաթողիկոս մենք չունենք նախ եւ առաջ սկսենք այդտեղից, չգիտեմ ինչով զբաղված, վերջին եթե խոսքա Գարեգին Բեսի մասին է, վերջին տվյալներով ինքը պատրաստ էր գնալ մենախուց եւ այնտեղ նահատակվել, չգիտեմ։ Բայց եկեղեցիներ փակ չեն արևմուտքում, գործում են, պարզապես գուցե օրինակ մեր մոտ եկեղեցին կարող է գործում մինչեւ 10, այնտեղ գործում է մինչեւ 5 կամ 6-ը։ Ընդամենը Միացյալ Նահանգներում էլ մի թեմա եղել, դե դաշնակները, հա, իմիջիալոց այս թեմաներով մեր Սփյուռքի հետ հատկապես մեր հայրենակիցների հետ իմ կարծիքով ահագին խոսալու բան ունենք, բայց երևի դա առանձին եթեր է ու ամենայն հավանականությամբ կխոսենք վաղը, եթե հիշացնենք, հա։
Դե եկեք այսքանով եզրափակենք, սահմանափակենք ժողովուրդ ջան, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն եթերը դիտելու ձեր հարցերի համար։ Կարող ենք ամեն օր էլ եթերից հետո կազմակերպել Կարեն Ավետիսյան, գնում ես Ձերյան ու մամատ ճաշ ասարկել ձեր տնեցիքի համար։ Կարող ենք կազմակերպել զրույցներ, ինչու ոչ, բայց նախ մեկ-երկու թեմա պետք է առանձնացած ունենեն։ Լավ եղեք Ջորջ, շատ շնորհակալություն եթերը դիտել տարածելու համար, ամեն ինչ շատ լավ է լինելու, հեշտ չմտածեք, առողջ բանականությունը հաղթելու է, իսկ մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք, այսինքն բանականությամբ գրեթե առաջին հորիզոնականներում ենք, այնպես որ չմտածեք։ Բարի գիշեր ձեզ։